Գիտեիք, որ Սթիվ Ջոբսը քիչ էր մնում հոգևոր ճանապարհորդ դառնար։ 1974 թվականին նա թողեց քոլեջը եւ մեկնեց Հնդկաստան։ Ջոբսը ամիսներ շարունակ ապրեց համեստ պայմաններում, ճամփորդեց գյուղերով, ուսումնասիրեց տարբեր փիլիսոփայական եւ հոգևոր ուղղություններ։ Բայց Հիմալայներում Ջոբսը հասկացավ, որ իրական ներդրում կատարելու համար պետք է միավորի հոգևոր արժեքները եւ նորարարական մտքերը։ Այսպես նա վերադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ստեղծեց Apple-ը։ Իսկ հետագայում 1985 թվականին Apple-ի ղեկավարությունը նրան հեռացրեց իր իսկ հիմնած ընկերությունից։ Այդ ժամանակ Ջոբսը կրկին խորացավ բուդդիզմի մեջ։ Անգամ մտածում էր դառնալ բուդդայական վանական։ Սակայն նա չմնաց այդ մտքին։ Փոխարենը հիմնեց Next ընկերությունը, որը հետագայում դարձավ Apple-ի վերածննդի հիմքը։ Եթե Ջոբսը մնար Հնդկաստանում, աշխարհը հնարավոր է երբեք չտեսներ iPhone-ը։